Ռուսերենի նկատմամբ հետաքրքրվածությունը նվազում է, բուհեր դիմելիության առումով լուրջ խնդիր կա։ Այս մասին հայտարարել է նախարար Ժաննա Անդրեասյանը, ընդգծելով, որ մասնագետների խնդիր կունենանք։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշում է, որ պատճառների մի քանի շերտ կա։ Ռուսաստանի դերի նվազում Հայաստանում, եւ սա հիմնականում պայմանավորված է Հայաստանի ներկա իշխանությունների քաղաքական դիրքորոշմամբ, որովհետեւ հստակ քարոզչություն կա, կարելի է բացահայտ ասել հակառուսական քարոզչություն կա, եւ շատերը խուսափում են դրանից։ Իսկ այն մարդիկ, որոնք ռուսաց լեզվին տիրապետում էին, նրանք հիմնականում արդեն Ռուսաստանում էլ բնակվում են, Հայաստանից դուրս գնացած։ Իսկ այն մարդիկ, որոնք մնացել են Հայաստանում, նրանք անգամ չեն էլ ձգտում այդ հարաբերությունները հաստատել։ Եվ սա շատ ազդում է այդ ձգտման վրա եւ ռուսաց լեզվի հետ նահանջի վրա։ Այստեղ կարելի է մեղադրական տոնով նաեւ ասել Ռուսաստանի քաղաքական շրջանակների, ռուսական դեսպանատան, հյուպատոսության թույլ աշխատանք։ Մխիթարյանը կարծում է, եթե Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ էական փոփոխություններ չլինեն, առաջիկա ընտրություններին ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրվածության կորուստը երկարաժամկետ կարող է լինել։ Ցավոք սրտի հիմա այդ նահանջը ռուսականության բերել է նրան, որ շփումը միջազգային մշակույթի կամ հայերենով ներկայացնելը շատ դժվար կլինի եւ դա է պատճառը, որ շատ կարեւորվում է նաեւ ռուսաց լեզվի իմացությունը, նաեւ որպես տարածաշրջանային լեզու։ Ժաննա Անդրեասյանը նաեւ հայտարարել է, որ ուսանողներին տրվում է հնարավորություն ռուսերենի լրացուցիչ դասընթացներ ստանալ հետագայում դասավանդելու համար։ Ծրագրեր կան, սակայն հետաքրքրվածության նվազումն ակնհայտ է։ Ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ Լիլիա Բալասանյանի խոսքով Անդրեասյանի հայտարարությունն ահազանգ է։ Ես չեմ խոսում, որ դա նախարարի ասածը դա դրական բան է։ Ես դա ընկալեցի որպես ահազանգ։ Եվ այսօրվա, այս տարվա այն վիճակը, որ ստեղծվեց կամավոր ատեստավորման հետ կապված, ես վստահ եմ, որ նախարարն էլ դա է երևի նկատի ունեցել, երբ որ ասեց, որ դպրոցներում ուսուցիչների թիվը կպակասի։ Բայց մենք պետք է դրա դեմը առնենք։ Ատոմ Մխիթարյանը պատմում է, որ մարզերից մեկի ուսուցիչը ահազանգել է, որ 2 անգամ մասնակցել է ատեստավորմանը եւ 2 անգամ էլ չի հաղթահարել շեմը։ Նա հիմա կանգնած է աշխատանքից հեռացման վտանգի առաջ։ Շատերը այդ սուբյեկտիվ ատեստավորման գործընթացի պատճառով դուրս են գալիս դպրոցից։ Առանց այդ էլ քիչ կադրերով։ Ուրեմն առաջի պատասխանը եկեք չխանգարենք գոնե նրանց, որոնք արդեն դպրոցում աշխատում են, իսկ ինչ կարելի է անել դրական առումով, պետք է անվճար տեղերի թիվը շատացնել, նույնիսկ եթե ինձ հարցնեին, անվճար դարձնել բարձրագույն կրթությունը, այդ թվում նաև ռուսերենով, խրախուսել եւ նրանց աշխատավարձերը բարձրացնել, որոնք օտար լեզվով ուսուցիչներ են աշխատելու, եւ խրախուսել նաեւ վերապատրաստումների միջոցով մեր ուսուցիչներին։ Լիլիա Բալասանյանը շեշտում է, որ ռուսերենի իմացությունը քմահաճույք չէ։ Ցանկացած օտարլեզվի դասավանդումը Հայաստանի դպրոցներում պետք է լինի բարձր մակարդակի վրա։ Ես տեսնում եմ իմ գոլեգաներին, ովքեր վրդովված, նեղացած, լքում են դպրոցը եւ զբաղվում են, իդեպ ասեմ, օնլայն պարապմունքներով, վաստակում են ինչ-որ գումարներ, շատ ավելի մեծ գումարներ եւ ուրախացնում է, որ մենք ունենք այդ մասնագետների թիվը լավ տիրապետող ռուսերենին, բայց որ իրենք լքում են դպրոցը, դա շատ անհանգստացնող է, շատ։ Եվ հույսով եմ, որ նախարարին էլ է դա անհանգստացնում, որովհետև ռուսերենը որպես օտար լեզու հայկական դպրոցում ըստ իս անհրաժեշտություն է։ Ռուսերենի նկատմամբ հետաքրքրվածության նվազումը, մասնագետների պակասը եւ կրթական համակարգում առաջացած բացերը ցույց են տալիս, որ խնդիրը միայն լեզուն չէ, այլ կրթության քաղաքականության առաջնահերթությունները։ Մասնագետների համոզմամբ, եթե իրավիճակը չփոխվի, առաջիկա տարիներին Հայաստանը կարող է կանգնել ռուսերենի ուսուցիչների լուրջ պակասի առաջ։